Մենք այս օրերին ինչու եմ ասում տարածքային կառավարման նախարար զբաղվի քո գործով, էկոնոմիկայի նախարար զբաղվի քո գործով եւ բոլոր նախարարությունները դուք պետք է մեր հարկերի հաշվին այդ միլիոնները, որ ստանում եք ամեն ամիս, միլիոնները բառիս ուղիղ իմաստով աշխատավարձ եք ստանում, բարի եղեք լուծել մեր խնդիրները։ Այդ Պապոյան է, հա, էկոնոմիկայի նախարարի անունը, դրանց ազգանուններն էլ ոչ ուզում եմ հիշել, ոչ էլ պարտավորվածություն եմ զգում հիշելու, փոխարենը բեռնափոխադրողների հարցը լուծի։ Տեսեք ղազախները ինչպես շատ արագ լուծեցին այդ հարցը, թողել են, որ մեր բեռնափոխադրողները գնան հասնեն Ռուսաստանի դեսպանատուն, ասեն օգնեք մեզ, բա դուք ինչի եք այդ աշխատավարձը ստանում։ Ինչի եք այդ աշխատավարձ ստանում, երբ որ հարյուրավոր ընկերությունների հետ շահկապված խնդիրը գրողի ծոցն եք ուղարկել ու նստել եք սկսում եք ստատուսներ գրել Facebook-ում։ Մարդ չգիտի, ուզում է ասի լավ, գիժեք, չգիտեմ, անգործությունը, դա անգործություն չի։ Անգործունյա մարդը կթաքնվի իր սենյակում, ժամը կլռանա, կվերկենա, կգնա։ Ես չեմ կարող հասկանալ, էլի, այս ընտրված, այս մարզպետ է, նախարար են, Տավուշի մարզպետ, վեր ես կացել եկել ես Հովանավանք, բերել ես հետդ այդ Արու քաղաքապետին Դիլիջանի, որ երեք հենց Տավուշեցիները գրել էին, այդ տղան ասկի Դիլիջանում պատարագիչի մասնակցում, Հովանավանք ինչի էր գնացել։ Ամեն մեկդ վեր ընկեք ու ձեր գործերով զբաղվեք։ Մենք հարկ չենք վճարում, որ դուք թայֆա կազմեք ու գնաք պղծելու կամ կապիտուլյացիայի ենթարկելու մեր եկեղեցին։ Մենք հարկ ենք վճարում, որ ամեն մեկը ձեր գործով զբաղվեք։ Դա կլինի կիրակի, շաբաթ, թե չգիտեմ, ծառայողական մեքենաներով լցվել էիք այնտեղ։ Էդ ում հաշվին էիք եկել։ Ինչու ձեր հաշվին մի օր մենք չենք տեղաշարժվում։ Մեր տեղաշարժը 100 դրամ էր, դարձրեցիք այդ ձեր, չգիտեմ ինչ տրանսպորտը, որ մի օր վերկացեք նստեք, դարձրեցիք 150 դրամ։ Կամ այսօր գալիս եմ ճանապարհին, տեսնում եմ Պապիկյան Սուրենը գնացել է, ներկայացնում է ազգային ժողովին, թե ծառայության ժամկետը դառնալու է 1.5 տարի։ Պապիկյան Սուրեն, ինչի ես ներկայացնում։ Բա քո քաղաքական շեֆը Նիկոլը արդեն 10 օր առաջ գրեց, հունվարի 1-ից դառնալու է 1.5 տարի։ Ինչ եք ստից քննարկում։ Ինքը ասել է կառավարությունը ես եմ, որոշողը ես եմ։ Ինչ ես գնացել հիմա բան անում, թե մենք էլ քննարկում ենք։ Ով եք դուք, որ ինչ էլ քննարկեք։ Դուք առնվազն կարեք ձեր ընտանիքում, չգիտեմ, սեղանին ինչ դնելու հարցը քննարկեք։ Այն մարդը որոշել է, ձեր այդ քաղաքական այդ հայրը որոշել է, Ադրբեջանի ու Էրդողանի հորդորով որոշել է, որ մեր բանակը պիտի դառնա պաշտպանողական, մենք պետք է լուծարենք ԵԿՄ-ն, մեր ժամկետային զինծառայությունը պետք է լինի 1.5 տարի, դա չփորձեք հանկարծ քաղաքական դիվիդենդ վաճառել ժամկետային զինծառայող ունեցող ծնողներին։ Աստված մի արած է վաղը, որ թուրքը մնում է թուրք, որ վաղը հարձակվեց մեր վրա կամ բերեց իր ադրբեջանցիներով թրքացրեց Հայաստանը, այ երեք Ռուսաստանում տեսնում է, թե ինչպես մի տղա, ով իր ընկերուհու հետ քայլում էր, ադրբեջանցիները հարձակվել էին եւ ուզեցել էին այդ տղայի ձեռքից խլեին իր ընկերուհուն։ Այդ ադրբեջանցիները հարձակվելու են, ձեր կանանց խլեն, ձեր մայրերին խլեն, ձեր քույրերին խլեն ձեր ձեռքից։ Ու վստահ եմ, որ եթե Ռուսաստանում դրա դիմաց պատիժ կկիրառվի, այստեղ այդ պատիժ կիրառողներ չի լինի։ Եթե դուք լինեք իշխանության, այստեղ այդ պատիժ կիրառողներ չի լինի։ Կարող է հարկ վճարողի նման հերոսի կոչում տա Փաշինյանը, ասի ազգի բազմացմամբ են զբաղվում։ Իրենք շատ են, մենք քիչ ենք։ Դուք եք կամ ոգևորվել եք, թե մեր ցորենը Ադրբեջանով է գալիս Հայաստան։ Հայաստանը արդեն 30 տարի ցորեն է ստանում։ Այդ թվում եւ Արցախից էր ստանում միլիարդավոր դոլարներ արժեցող Արցախը տվել եք Թուրքի ոտքի տակ, հիմա ուրախանում եք, որ որևէ երկրից Ադրբեջանով ցորեն եք ստանում։ Ես իմ նման
տասնյակ 100 հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չենք վստահում, որ մեր սնունդը Ադրբեջանով մտնի Հայաստան։ Ես չեմ վստահում ադրբեջանցուն։ Այն ադրբեջանցուն, որ այսօր իր բանտերում պահում է մեր ռազմագերիներին, իր բանտերում պահում է անհետ կորածներին, ես չեմ վստահում, շատ լավ տեղեկություններ ունենք, որ ադրբեջանական այդ քաղաքներում այսօր շինարարության մեջ են աշխատում մեր անհետ կորած տղաները, իսկ Բաքուն այսօր ասում է ունեմ 23 գերի իմ մոտ։ Ես չեմ վստահում Ադրբեջանին, եթե դուք վստահում եք գնացեք իրենց ճաշարաներում նստեք ու ձեր հացը լափեք։ Կամ ինչու պիտի ենթադրենք ես պետությունը զենք է բերում, ինչու պիտի այդ զենքը մտնի Ադրբեջանով գա։ Հաշվետու եք դարձել Ադրբեջանի նախագահին ու Էրդողանին։ Մինչդեռ դուք հաշվետու պիտի լինեք այս ժողովրդին, որովհետև այս ժողովրդի հարկերի հաշվին եք դեռ ձեր օրվա հացը լափում։ Ու այս իշխանությունը, որ ամեն տեղ մեզ տանում է նվաստացման կեղծ, ստորացուցիչ խաղաղության անվան տակ, Նիկոլ Փաշինյան, քեզ Թրամփը անվանեց Ալիևի հայրենակից, ես ինչ չեմ անվանում Ալիևի հայրենակից։ Իմ ընտանիքի անդամը իրեն չի համարում Ալիևի հայրենակից։ Միլիոնավոր Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներ իրենց չեն համարում Ալիևի հայրենակից։ Դուք չհերքեցիք, որ դուք Ալիևի հայրենակիցը չեք։ Դուք կարող եք իրենց տարածքով բերված ցորենը ուտել։ Ես չեմ կարող այդ ցորենը ուտել։ Եվ այս իշխանությունը, որ ամեն տեղ մեզ վտանգի առաջ է բերում, գնացել է վաղարշապատում ասում է ընտրեք ձեզ։ Ամոթ են վաղարշապատցուն ուրեմն, ով կնպաստի Փաշինյանական իշխանության վերարտադրությանը։ Այսքանը։